կոնկրետ այս աղջկանից։ Դու էլ, ես էլ հասկանում ենք, չէ՞ որ բարև, չէիր զգուշացրել, որ հյուրեր ենք ունենալու։ Միանան, կստացի, ես արդեն գնում։ Մեզ օգնություն պետք չի, ալո։ Այս փողը քոնն է։ Չէ, մամ։ Ուղղակի ես չեմ կարող համակերպվեմ, որ իմ հետ ազնիվ չես։ Ասաս, որ ուզում ես գնաս ու մենք երբեք չենք կարող միասին լինենք։ Սիրելի հետորտներ, նախորդ սերիայում մենք տեսանք, որ Գրիշի Մանանի հարաբերությունները հասել են ամենալարված կետին։ Գրիշը դեռ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Մանանը կարող է վերջնականապես հեռանալ իր կյանքից։ Նա փորձում է համոզել Մանանին, որ առանց նրա չի կարող առաջ գնալ, սակայն Մանանը շարունակում է մնալ իր որոշման մեջ։ Իմ կանխատեսմամբ 144-րդ սերիայում Գրիշը կրկին կփորձի հանդիպել Մանանին, սակայն այս անգամ խոսակցությունը կարող է ավելի լուրջ լինել։ Գրիշը հնարավոր է բացահայտի իր իրական մտադրությունը փորձի ապացուցել, որ իր զգացմունքները Մանանի հանդեպ դեռ չեն փոխվել։ Մինուն ժամանակ Լեոյի հայտնվելը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը։ Լեոն արդեն շատ բարկացած է Գրիշի վրա, նրանց միջ նոր բախումը գրեթե անխուսափելի է։ Հնարավոր է Լեոն Գրիշին վերջնականապես զգուշացնի, որ այլս չմիջամտի Մանանի կյանքին։ Բայց ամենամեծ անակնկալը կարող է կապված լինել Արամի հետ։ Նախորդ սերիայում Արամի անունը կապված էր շատ վտանգավոր ծրագրերի հետ, ես կարծում եմ, որ 144-րդ սերիայում մենք վերջապես կարող ենք հասկանալ իրականում ինչ է նա պատրաստվում անել։ Իսկ վերջում հնարավոր է ստանանք շատ ուժեղ տեսարան։ Մանանը կարող է կանգնել Գրիշի իր ապագայի միջ ամենակարևոր ընտրության առաջ։